Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 18։ Ապա ամբարիշտներին կսովորեցնեմ քո ճանապարհները, և մեղավորները կվերադառնան քեզ։ Սաղմոս 51:13 խոսք։ Հեշտ գործ չէ երկրային միտքը դեպի երկինք տանելը և մարդուն ցույց տալ Աստծո ողորմած կատարելությունները, մինչև նա չբռնկվի այն անմար սիրով նրա հանդեպ, որը կոտրում է սիրտը մեղքի համար և մղում նրան փախչել Քրիստոսի մոտ որպես ապաստան և երախտագիտությամբ ընդունում նրան որպես հոգու կյանք։ Փոխում է սրտի և կյանքի բնույթն ու հակումը այնպես, որ մարդը հրաժարվում է այն բաներից, ինչը նա համարում էր երջանկություն, և գտնում է երջանկություն այնտեղ, որտեղ երբեք չէր փնտրել, և չի ապրում նույն նպատակի համար, ոչ էլ հետապնդում է նույն նպատակներն այս աշխարհի, ինչպես նախկինում էր։ Մեկ խոսքով, նա, ով Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ 2 Կորնթացիս 5:17 խոսք։ Նա ունի նոր բանիմացություն, նոր կամք և վճռականություն, նոր տառապանքներ և ցանկություններ, նոր սեր և ուրախություն, նոր մտքեր, նոր խոսք, նոր ընկերակցություն և նոր զրույցներ։ Մեղքը, որը նա նախկինում նրա համար զվարճալի գործ էր, այժմ նրա համար այնքան հիասթափեցնող և ահավոր է, որ նա նրանից փախչում է ինչպես մահից։ Աշխարհը, որն այնքան գեղեցիկ էր նրա աչքերում, այժմ նրան թվում է միայն ունայնություն և հիասթափություն։ Աստված, ում մի ժամանակ նա անտեսում էր, այժմ նրա հոգու միակ երջանկությունն է։ Նախկինում նա մոռացված էր և ամեն կիրք ավելի նախընտրելի, բայց հիմա Աստված է գրավել նրա սիրտը, և ամեն ինչ զիջում է իր տեղը նրան։ Այժմ սիրտը զբաղված է նրա ծառայությամբ և երկրպագությամբ և տխրում է, երբ նա թաքցնում է իր երեսը, և առանց նրա այլևս իրեն երջանիկ չի համարում։